շարունակությունում մենք զրուցակցի հետ մենք փորձենք բացահայտումներ անել կապված տիեզերքի թանգարանի հետ։ Մեր յուրն է թանգարանի խորհրդի անդամ պատմական գիտությունների տեխնացու Կարեն Բայրամյանը, բարև ձեզ։ Կարեն Բայրամյան, մենք նախաբանի տեսքով նշեցինք, որ Հայաստանում գործում է տիեզերքի թանգարան եւ շատերի համար վստահ եմ սա բացահայտում է, նույնիսկ ես գիտեի, ճիշտն ասած, առիթ ունեցել եմ ոչ մեկ անգամ այս թեմային անդրադառնալ, բայց կարծում եմ յուրաքանչյուր հնարավորությունը դրա մասին խոսել նոր այցելուներ կունեն, կբերի նույն այցելուների հոսքի եւ նախ եւ առաջ ուրախ ենք, որ այստեղ եք, առավելևս որ այնպես չէ, որ մեկ օրվա մեջ է ձևավորվել թանգարանը, այն պատմություն ունի եւ ցուցանմուշները, որոնք այդտեղ ներկայացված են, պատմական նշանակություն ունեն։ Հասկացնենք հենց դրանից, ինչ ցուցանմուշներ եւ ինչ գործեր են ներկայացված թանգարանում, որոնք առավել ուշագրավ կամ հետաքրքիր կհամարենք։ Հասկանալի է համեմատության մեջ է ամեն ինչ, բայց այնուամենայնիվ, խնդրեմ։ Ես ուղղակի ընդհանրապես ուզում եի հավելել, որ 2 օր առաջ 63-րդ անգամ նշվեց տիեզերքի օրը, տիեզերագնացության 1962 թվականից է նշվում, 61 ապրիլի 12-ը։ Այո, ապրիլի 12-ը տեղի ունեցավ եւ այո, ճիշտ է։ 1 տարի անց։ Այնպես որ մեր անդրադարձը հենց օրվան համահունչ է։ Եվ կարծում եմ, որ նաև հավելեմ փոքր կանրադառնանք, որովհետև նույն օրը ունեցել եք նաև միջոցառումներ տոնական։ Այո, իհարկե։ Պես ընդգրկուն հարց ստացվեց։ Հարգելի Սուսաննա, հարգելի Արամ, շնորհակալություն հրավերքի համար եւ նաև ցանկանում եմ շնորհավորել տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ։ Իրապես Արամը շատ բնորոշ անվանեց, որ ուղղակի անակնկալ է շատերի համար տիեզերքի թանգարանի գոյությունը եւ մեր գործունեության ընթացքում հանդիպում ենք նման զարմանքի, թեպետ կարելի է նաեւ նշել, որ արդեն աստիճանաբար մեծանում է ինֆորմացված մարդկանց քանակը, այցելուների եւ իհարկե այդ ամբողջ թանգարանի տարածքը ինքը որոշակի սահմանափակումներ ունի, բայց մի մեծ պատմություն է իր մեջ ներառում, սկսած գիտության պատմությունից, ուսումնասիրությունից եւ հենց մեր հայ գիտնականների ավանդը, որոնք իրավամբ հանդիսանում են պիոներներ տիեզերքի ուսումնասիրման բնագավառում ունեն ծանրակշիռ ներդրում, հանձինս ակադեմիկոս Գրիգոր Գորզադյանի, ով ստեղծել է հենց Օրիոն 1, Օրիոն 2 աստղադիտարանները, որոնք առաջին անգամ հնարավորություն տվեցին մարդուն տիեզերքում աստղադիտարանով ուսումնասիրություններ կատարել։ Եվ այդ գիտական սարքավորումների հենքի վրա ստեղծվեց հիմնադրվեց ավելի շուտ 2001 թվականին ակադեմիկոս Գորզադյանի եւ իր որդու պրոֆեսոր Վահագն Գորզադյանի կողմից տիեզերքի թանգարանը։ Իսկ Գառնիում դա բավականին մեծ գիտահետազոտական ինստիտուտ էր գործում, որը ղեկավարում էր հենց ակադեմիկոս Գրիգոր Գորզադյանը։ Հենց դա էլ էր իդեպ բացահայտում շատերի համար։ Մենք գիտենք բյուրական, չէ՞, որպես համալիր գիտահետազոտական, որը ուղղված էր դեպի տիեզերք, բայց շատ քչերը գիտեն, որ Գառնու տարածքում էլ այդպիսի հետազոտական կենտրոն կար։ Իրավացի եք, այո։ Եվ այո, մի քիչ կպատմեք, օրինակ ինչով է խորհրդային տարիներին, վստահ եմ հիմա երևի այն ինչ որ գործառույթներ կատարում են, բայց ոչ այդքան ակտիվ համեմատության մեջ, թեկուզ անցյալ դարի 50-ականներից, որ թվականին էր ստեղծվել նախ այդ կենտրոնը պարոն Գորզադյանի կողմից եւ միջև երբ այն ակտիվ աշխատեց եւ ինչ հիմնական գործառույթներ էր իրականացնում։ Սիրով ներկայացնեմ, ուղղակի եթե հաշվի առնենք, որ ստեղծվեցին հենց Օրիոն 1, Օրիոն 2 աստղադիտարանները եւ Օրիոն 1-ի արձակումը տեղի ունեցել 1971 թվականին, այդ ժամանակաշրջանում արդեն ինստիտուտը կար, գործում էր եւ միութենական ֆինանսավորման, միութենական նշանակության գիտահետազոտական ինստիտուտ էր։ Ինչ վերաբերում է բյուրականին, բնականաբար Հայաստանում կային երկու հսկա գիտական կենտրոններ, աստղաֆիզիկայի բնագավառում, բյուրական եւ Գառնի այդ գիտահետազոտական ինստիտուտը եւ սարքավորումները մեծ ու ծանրակշիռ ներդրում ունեն գիտության աստղաֆիզիկայի ուսումնասիրման մեջ։ Մեկ փաստ ուղղակի մեջ բերեմ, երբ 1971 թվականին տեղի ունեցավ Օրիոն 1 աստղադիտակի արձակումը, այն
անձնակազմը բաղկացած էր 3 տիեզերագնացներից՝ Վոլկով, Պացև եւ Դաբրավոլսկի, եւ եթե Յուրի Գագարինը առաջին մարդն էր, որը տիեզերք բարձրացավ, եւ դա կարելի է համարել ոչ թե որևէ մի երկրի հաղթանակ, դա համամարտկային նվաճում էր։ Մեր գիտնականները արդեն 7 նոր, երբ որ մարդը քայլ էր կատարում դեպի տիեզերք, իրենց ծանրակշիռ ներդրումը ունեցան եւ Օրիոն 1-ի արձակումից հետո այն հրատարակվեց Nature գիտական ամսագրում, որը բավականին հեղինակավոր առ այսօր ծանրակշիռ ամենահեղինակավոր գիտական հանդեսն է այս եւ այդ գիտական հետազոտական արդյունքները, որ մեր տիեզերագնացները իրականացրեցին, նաեւ դրանք ստացան շարունակություն գիտնականների կողմից եւ ակադեմիկոս Գորզադյանի հոդվածը հրատարակվեց Nature ամսագրում։ Հաջորդ քայլը իրեն սպասեցնել չտվեց եւ Օրիոն 2973 թվականին արձակվեց, արդեն այս անձնակազմը բաղկացած էր Վալենտին Լեբեդևից եւ Պյոտր Կլիմոկից։ Իդեպ նրանք ում անունները քիչ առաջ հիշատակեցի, խորհրդային միության հերոսներ էին, այսօր բավականին լուրջ կոչումներ ունեն, գեներալ գնդապետ եւ այլն, նաեւ պաշտպանել են գիտությունների տեխնացուի թեզը եւ այդ ամենը իր շնորհիվ մեր հայ գիտնականների ստեղծած այդ գիտական սարքերի եւ մեր գիտական մտքի արգասիքն է, որ հետագայում շարունակությունը եղավ։ Պարոն Բալամյան, հասկանալի է, խնդրեմ։ Եթե ես սխալվեմ, կխնդրեի, որ ինձ ուղղեք։ Անուրանալի է մեր գիտնականների ավանդը հայ տիեզերագնացության եւ ոչ միայն հայ տիեզերագնացության ուսումնասիրման, այն նշեցիք նյութենական մակարդակի եւ գյուտեր եւ ուսումնասիրություններ են արվել ժամանակին։ Ինչու սկսած դրանից, որ մենք զարմանում ենք, որ մենք ունենք տիեզերքի թանգարան, վերջացած, որ այո, Գրիգոր Գուրզադյանի եւ Ագն Գուրզադյանի անունները մենք գիտենք, բայց ընդհանուր առմամբ կարծես հայր այդքան էլ լավ չեն ճանաչում հայ այս ոլորտի գիտնականների անունները, այն նպաստը, որ ունեցել են զարգացման գործում, որն է խնդիրը։ Դա կարելի է ասել, որ ունի եւ օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառները նրանք են, որ այդ ոլորտը գործունեությունը շատ այդպես չէր լուսաբանվում, որովհետեւ պատճառը դա փակ գաղտնի աշխատանքներ էին կատարվում եւ գիտեք նաեւ գիտության մեջ նույնպես մրցակցություն կար տարբեր երկրների միջև, այնուամենայնիվ մենք շատ հպարտանում ենք մեր հայ գիտնականների վաստակով, բայց այնուամենայնիվ իրենց այդ գործունեությունը շատ չէր լուսաբանվում։ Իսկ հետխորհրդային շրջանում ինչու այդպես հնչեղ չդարձան անունները։ Ես ինձ մի փոքր լրացում կատարեմ, օրինակ հենց ձեր հարցի շարունակությունը տեսեք, օրինակ խորհրդային տարիներին 40 տիեզերագնացներ խորհրդային միության այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք էին Լեոնովը, Գրեչկոն, Կրիկալյովը, Լեբեդևը, Պյոտր Կլիմուկը, նրանք գաղտնի պայմաններում այցելում էին Հայաստան, անցնում էին իրենց նախաթռիչքային պատրաստությունը եւ կարելի ասել, որ մեր գիտնականները նրանց ուսուցանում էին այդ տիեզերական սարքավորումներով աշխատելու համար։ Ինչու է դա գաղտնիք պահվել։ Դե պետության այսօր ենք իմանում այդ մասին։ Չէ, որովհետեւ գաղտնիք պետք է պետական գաղտնիք լիներ, ապա հիմա չէինք հայտարարի։ Հիմա գիտեն շատերը։ Հիմա թույլատրվում է եւ մենք հրապարակում ենք։ Գիտենք, որ բոլորը վերապատրաստվում են Զյոզնեգարադոկում, չէ։ Դա կարելի էր հրապարակել, իսկ Հայաստանը չէ։ Ես մի հետաքրքիր դրվագ պատմեմ, մեր թանգարանում նաեւ ունենք արխիվային փաստաթղթեր, բացի հենց այն իրական սարքերից, որ տիեզերքում գործել եւ վերադարձել են, հենց տիեզերագնացների անունները ում որ նշեցի, նրանց կոնկրետ Լեբեդևը իր կողմից նշում էր, որ ճանապարհը դեպի տիեզերք սկսվել է Գառնիից եւ անգամ հենց Լեբեդևը իր գրքի վրա, եթե չգիտեմ ռուսերեն ասեմ, թե թարգմանաբար հայերեն ասում էր գրել էր եւ գրքի տիտղոսաթերթի վրա նվիրել էր ակադեմիկոս Գորզադյանին հենց թանգարանի բացմանը 2001 թվականին Գառնիում Դարագոմու Գրիգորու Արամովիչու нашему другу и учителю։ Պատկերացրեք, իրենք համարում էին ոչ միայն իրենց ընկեր, գոլեգա, այլև ուսուցիչ։ Թռիչքներից առաջ գալիս ինչ-որ մի ժամանակ նախապատրաստվում էին սարքավորումներ, քանի որ օրիոնները ստեղծվում էին Հայաստանում եւ տիեզերական պայմաններին մոտեցված իրավիճակներում հենց այդպեսի պարապմունքներ էին անցնում, բնականաբար արդեն որպեսի արեստավարժ
պրոֆեսիոնալ գործողություններ իրականացնեն տիեզերական այդ իրենց թռիչքների ժամանակ։ Նախ նշենք որտեղ է թանգարանը, Բագրևանդ թաղամասում, 25 հասցեով է եւ այո տեղափոխվել է, չէ, այնպես չէ որ ի սկզբանային տեղ էր, որտեղ էր գործում նախկինում Գառնիի տարածքում, չէ։ Այո, հենց գիտահետազոտական ինստիտուտի տարածքում էր գործում, այնտեղ էլ 2001 թվականի ես նաև օգտվելով առիթից հրավիրում եմ ձեզ մեկ անգամ եւս թանգարան, այնտեղ մեծ հանդիսավոր բացում է տեղի ունեցել, որտեղ ներկային Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ շատ հանրային Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Գրողների միության նախագահ այն երջանկահիշատակ Լևոն Անանյանը, պետական այրեր, նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների բարձրաստիճան հյուրեր Եվ հենց Վալենտին Լեբեդևը։ Այո, եւ հենց Վալենտին Լեբեդևը, որը քիչ առաջ նշեցի, գիրքը նվիրել էր Գուրզադյանին եւ այդ թևավոր խոսքերը մեր սիրելի ուսուցչին եւ ընկերոջը, որ Տիտղոսաթերթի վրա գրել էր նվիրելու ժամանակ, ինքը անձամբ ներկայ է գտնվել խորհրդային միության հերոս։ Պարոն Արամյան, իսկ ինչպես եք պատրաստվում թարմացնել ցուցահանդեսում ներկայացված նմուշները։ Պիտի թարմացվի, չէ, ինչ որ բաներ անպայման գտնում բերում եք, ինչ որ տիեզերքում եղած օբյեկտներ, հասկանալի է, որ շատ բաներ, երբ որ արդեն ռեսուրսը սպառվում է, այրվում է մթնոլորտում, կա խորտակում են օվկիանոսում, բայց ինչ որ բաներ այնուամենայնիվ կարելի է, չէ, չգիտեմ, միջազգային տիեզերականից եւ այլն։ Ուզում եմ հասկանալ, կա ինչ որ եղանակներ այնուամենայնիվ թանգարանի ցուցանմուշների ցանկը թարմացնելու լրացնելու, հավելումներ անելու եւ այլն եւ ինչպես է այդ խնդիրը լուծում։ Եվ հարգելի Արամ, ձեր հարցը շատ տեղին է, երբ որ արդեն 10 տարին լրանում է, երբ որ 2001 թվականից հետո տեղափոխվեց Բագրևանդ 25 հասցե ինժեներական քաղաքի այդ հարևանությամբ գործող թանգարանը եւ այդ ընթացքում նաեւ հիմա ցուցադրվում է, կարելի ասել, առաջին հայկական արբանյակը, որը 1969 թվականին Պլիսեցկ տիեզերակայանից է արձակվել եւ ինքը շատ ամբողջ այդ սարքը գիտական մեր գիտնականների աշխատանքի արդյունքն է իր ներսում գտնվող օպտիկայով սկսած մինչեւ այն տուփը, որի մեջ եղել է այն տեսաժապավենը, որը տիեզերքում նկարահանումներ կատարելուց հետազոտությունից հետո ինքը հատուկ սարքով վերադարձվել է մեր երկիր մոլորակ եւ հատկապես այն հետաքրքրություն է առաջացնում, երբ որ տեսնում են տիեզերքից վերադարձած այդ սարքը, այդ ապակե բացյանին տակ դրված, արդեն ջերմային ազդեցության ներքո իր գունափոխված եւ այն ղեկավար գիտնականների եւ ծրագրի ղեկավար նաեւ քանի որ դա զինվորական տիեզերակայանից էր, հա, այդպես պոլիգոնից էր արձակվում, ղեկավարների ստորագրությունները փորագրված, որոնք թռիչքից առաջ ավանդույթ էր, այդպիսի ստորագրություններ էին թողել եւ նա տիեզերքում լինելով վերադարձել է երկիր մոլորակ եւ հիմա ցուցադրվում է եւ ամենավերևում հենց ակադեմիկոս Գրիգոր Գորզադյանի ստորագրությունն է։ Դա թանգարանի որոշակի գործունեության հիմնականներից մեկը կարելի ասել, այնտեղ դժվարանում եմ առաջնայնությունը տալ, ուղղակի այստեղ օրիոններն են հիմքը եղել այդ ատաղձը, որի շուրջ այդ գաղափարը ձևավորվել է եւ թանգարանը ստեղծվել է։ Պարոն Գուրզադյանը, Վագն Գուրզադյանը մեզ մոտ եղել է հյուր երկու անգամ, ես հետաքրքիր երկար զրույցներ եմ ունեցել, բարեբախտաբար ունեցել ենք այդ հնարավորությունը Եվ գիտեք նա նշեց, որ անձամբ մի քանի անգամ թանգարանում այդ էքսկուրսիաներն է կազմակերպել երեխաների համար, այսինքն անձամբ պատմել ներկայացրել է։ Իսկ ով է առօրյայում այդ գործով զբաղվում, մասնագետներ են, հա, այ կուզենա հասկանալ, այնպես չէ որ սա գեղարվեստի պատկերասր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է, չգիտեմ, կանգնել, չէ, կտավի առաջ, իր մտորումներում, չգիտեմ, իր գեղագիտական հաճույքը վայելելու, այստեղ երևի ինչ որ ինֆորմացիա է պետք հաղորդել, հետաքրքիր պատմական մաս կա, երևի այս ամեն մի ցուցանմուշի հետ կապված կա մարդ ով դրանով զբաղվում է, հա, թանգարանում, եւ ովքեր են այդ մասնագետները։ Ունի խորհուրդ, այդ խորհրդի նախագահն, ինչպես ասացի, պրոֆեսոր Վահագն Գորզադյանն է, ներառված են նաեւ ընդգրկված են Ալեքսանդր Լեոնիդովիչ Կաշինը, պարոն Աշոտ Զախարյանը, իդեպ պետական մրցանակի դափնեկիրներ են, որոնք հենց աշխատել են
ակադեմիկոս Գուրզադյանի հետ այն մարդիկ են եղել, ովքեր անմիջական շփում են ունեցել այն լեգենդար տիեզերագնացների հետ, ովքեր Հայաստանում այդ գաղտնի նախաթռիչքային պատրաստությունն են անցել։ Նաև ես իմ հնարավորությունների սահմաններում նույնպես որպես խորհրդի անդամ հատկապես շատ մեծ ուշադրություն ենք դարձնում եւ շեշտը դնում ենք դպրոցականների, աշակերտների, ուսանողների, ինչու՞ չէ նաև մեծահասակները, տարբեր մասնագիտության տերմարդիկ հետաքրքրված են եւ մշտապես մեկ անգամ չի, որ նույն մարդիկ այցելում են, բերում են իրենց հետ իրենց ընկերներին, ընտանիքի անդամներին եւ այդպես շրջանական յուրաքանչյուր ցուցանմուշ նաև ուղեկցվում է բացատրությամբ, միանշանակ։ այնպես որ եթե մոտենաս ցանկացած սարքին կհասկանաս ինչի մասին է խոսքը։ Պարոն Բայրամյան, այսօր ունեք տեղեկություն, թե Հայաստանը անընդհատ մենք մեր թողարկումներում խոսում ենք տիեզերքի նվաճման նոր ժամանակակից մեթոդների մասին, այն մարդկանց մասին, ովքեր միլիարդներ են ներդրում տիեզերքը նվաճելու հարցում, մենք հայերս ունենք դրանում մասնակցություն։ Այո, իհարկե, ես ցանկանում եմ նշել եվրոպական տիեզերական գործակալության այդ իրականացրած եվրոպական ծրագրերը, որտեղ ընդգրկված է նաև պարոն Վահագն Գուրզադյանը ղեկավար կազմում եւ Հայաստանը այդ միլիարդավոր ներդրումները բնականաբար մեր համար բավականին բարդ բարդ է որպեսի ֆինանսական ուղղակի չունենք մենք։ Հա, չունենք որպեսի մասնակցենք։ Այո, մեր գիտական ներուժի շնորհիվ, այո, իսկապես մասնակցում ենք եւ ստարժանվույնս ներկայացված ենք միջազգային ծրագրերում։ Հատկապես ցանկանում եմ նշել Լարես Արբանյակի արձակումը ֆրանսիական Գվիանայի տարածքում Կոռու տիեզերակայանից, երբ որ առաջին անգամ արձակվեց 2012 թվականին, պրոֆեսոր Գուրզադյանը նույնպես այդ ղեկավար կազմում է ընդգրկված եւ ինքը աշխատում է այնպիսի աշխարհահռչակ գիտնականների հետ, Նոբելյան մրցանակակիրներ, ինչպիսիք են Սեր Ռոջեր Փենրոզը, Քիփ Թորնը եւ ուրիշներ։ Այո, եւ այդ ծրագրի մեջ պատկերացրեք ընդգրկված են այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսին է Իտալիան, Ֆրանսիան եւ Հայաստանը նույնպես իր գիտական պոտենցիալի շնորհիվ է։ Եթե չեմ սխալվում, երկու հայ տիեզերագնացել կա ոչ Մեկ Հայաստանից։ տիեզերքում եղել է Ջեյմս Բաղյանը։ Մի երիտասարդ տղա էլ կար, ոնց որ պատրաստվում էր։ Այո, դա արդեն ռուսական Ռոսկոսմոսի կազմում է, տիեզերական ջոկատում է գտնվում, իսկ Ջեյմս Բաղյանը, այո, ինքը շատ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ մեր թանգարանում, երբ որ այցելել էր Հայաստան, Սթարմուս 6-ի շրջանակներում, նա այցելեց մեզ մոտ եւ պատահական զուգադիպեց դպրոցականների հետ շատ ինքնաբուխ, անմիջական հանդիպում էր, շատ իսկապես ջեր մթնոլորտում անցավ եւ ինքն էլ բավականին բարձր գնահատելով այն ամեն ինչ մեր գիտնականները ստեղծել են, անգամ այդպիսի գրառում էր թողել, որ ինձ համար հպարտություն է այս ամենը տեսնելը։ Իսկ Հարություն Կիվիրյանը երիտասարդ է, պատրաստվում է։ Այո։ Այո, Հարություն Կիվիրյան։ Այո, ես զրուցել եմ հետը։ Այս հանգարան եւս կայցելի Հայաստանում լինելու դեպքում մենք նույնպես կհպարտանանք իր ձեռքբերումներով։ Շատ կարճ այցելություն ուներ, 1-2 օրով Հայաստանում էր եւ ժամանակ գտավ գալ Սպուտնիկ, զրուցեցինք, ասաց, որ նա արդեն եւ ֆիզիկապես եւ տեխնիկապես պատրաստ է թռիչքների, հարմար առաքելություն են փնտրում, հա, եւ որի մեջ նա ընդգրկված կլինի։ Պատմեց, թե ինչ դժվարություններ է դեր կապված նրա այդ ճանապարհը, հա, դեպի տիեզերագնացություն առասարակ, հա, որպես տիեզերագնաց ինչքան նախապատրաստական փուլեր է անցել եւ կրթության, եւ ֆիզիկական պատրաստվածության, եւ նաեւ հոգեբանական գործոնը շատ կարեւոր է։ Հիմա դժվար է պատկերացնել, մեզ համար սովորական է դարձել եւ կինոների մեջ այնքան ենք տեսել, երևի չենք էլ պատկերացնում, թե հոգեբանական ինչ ճնշման տակ է մարդը, որը գտնվում է մենակ այդ անպաշտպան փոքրիկ խցիկում, անպաշտպան բոլոր առումներով, որովհետև տիեզերքում շատ ուժեղ ճառագայթման են ենթարկվում եւ իհարկե պաշտպանված են քիչ թե շատ, բայց ժամանակի ընթացքում այն կուտակվում է եւ վնաս է հասցնում առողջությանը, բայց դա մի կողմ։ Մի տարածություն, որը ունի վերև, ներքև, աջ, ցախ, դու գտնվում ես անծայրածիր մթնոլորտում, շատ ագրեսիվ տարածքում, որտեղ հա եւ այսպես ընդհանրապես սահմանափակ քանակության մարդկանց հետ կարող ես հաղորդակցվել։ Մի խոսքով դա շատ բարդ, ծանր աշխատանք է եւ կարծում եմ
հենց ի սկզբանե յուրաքանչյուր տիեզերագնաց, ով եղել է տիեզերքում, արդեն մեծ հերոսական քայլ է արել։ Սկսենք դրանից։ Իսկապես։ Պարոն Բայրամյան, խորհրդային տարիներին հավանաբար դուք էլ կհիշեք, որ տղաների շրջանում, երբ հարցնում էին ինչ ես ուզում դառնալ, չեմ կարող վիճակագրական հստակ թիվ ասել, բայց գոնե 10-ից մեկը ասում էր տիեզերագնաց։ Այ հիմա ձեր թանգարան շատ են այցելում դպրոցականներ։ Երբևէ լսել եք, որ ինչ-որ մեկը գոնե ցանկության մակարդակում ասի, այ ես ուզում եմ դառնալ տիեզերագնաց։ Իհարկե լսել ենք եւ վերջին թարմ դեպքերից օրինակ երբ որ թանգարանը տեղափոխվեց Գառնիից Երևան, այդ ժամանակ առաջին այցելությունը տեղի ունեցավ եւ գիտեք կարծեք թե այդ աշակերտի համար մասնագիտության ընտրության հարցը այդ այցը ճակատագրական եղավ, պարոն Գուրզադյանը վիկտորինա կազմակերպեց եւ այն աշակերտով կհաղթեր իրավունք էր ստանում Լեբեդևի գլխարկը, հա, տիեզերագնացի այդ շլեմը կրելու սաղավարտը եւ այդ ժամանակ մի տղա հաղթեց, որը հիմա արդեն սովորում է Մոսկվայում, հենց ֆիզիկայի ուղղությամբ եւ պարոն Գուրզադյանի հետ արդեն փորձում է որոշակի համագործակցել, պարոն Գուրզադյանը նրան աջակցում ուղղորդում է գիտական հոդվածների առումով բավականին բարձր կարծիք ունի պրոֆեսոր այդ տղայի մասին։ Մոգական ուժ ուներ։ Այո, եւ վերջերս էլ Հերացու անվան դպրոցից էին աշակերտներ այցելել մի աղջիկ, շատ ակտիվ, այս ամենը լսելով ինքը մի խոսքով այդ ցանկությունը նույնպես հայտնեց։ Պարոն Բայրամյան, դա այդ հաճույքը կարող են բոլոր այցելուները վայելել, նկատի ունենալու առաջին անգամ կարծեք թե առաջին ու ես հաճույքով կփորձեի սկաֆանդրը, ճիշտ ասած, սաղավարտը գոն է, հասկանալի է, որ չափսերի հարց կա, բայց ինձ միշտ հետաքրքիր եղի ինչպես է աշխատում այդ հրաշալի սարքը։ Այդ սարքը ուղղակի դա տիեզերանավի ներսում կրելու համար է, բաց տիեզերքի համար այլ սաղավարտներ են, հասկանալի, հա։ Եվ մոտ 13 կիլոգրամ է կշռում, այո։ Չէ, դա թեթև սաղավարտ է, կարծեք թե ավելի հենց ներսում այդ որոշակի անվտանգության նորմերից ելնելով։ Ծանրը արդեն այո նա արևի նավից դուրս գրելու համար է։ Պարոն Բայրամյան, իսկ ամենաթանկ ոչ թե գնային առումով, այլ գաղափարային նշանակության ցուցանմուշը, որ ցուցադրվում է թանգարանում, որն է։ Թե դժվար է մեկը առանձնացնել։ Իհարկե դժվար է, ուղղակի այն ատաղձը կորիզը համարենք օրյոնները, որոնց շուրջ հենց այդ մտահաղացումը առաջացավ եւ հիմնվեց թանգարանը։ Մենք թանգարանում նաև ունենք ցուցադրված վայրեջքային սարք, որը հենց 1962 թվականին է գործել տիեզերքում 500 կիլոմետր բարձրության վրա, վերադարձել է երկիրմոլորակ եւ գրեթե նմանատիպ սարքերով վերադարձել են հենց այն տիեզերագնացների առաջին ջոկատները։ Այդ ինքը պարկուճը կապսուլան է։ Այո, այդ պարկուճն է, որը հատուկ ինքը նույնիսկ կարող եք շոշափել, որպես տիեզերքից վերադարձած մարմնի ինքը ունի այն մթնոլորտի շերտերով անցնելու ժամանակ ջերմային այդ հետքերը, ջերմային ազդեցության հետքերը եւ տիեզերական փոշին դեր դրան է։ Ասեմ ավելին, եթե հիմա այսպես հատուկ սարքով գեյգերի, այսինքն գործիքով չափես, երևի ճճտայել մի քիչ, հա, կարող է եւ ճառագայթում ունել, չէ՞, իհարկե կարծում միկրոզիվերտն է շատ քիչ, այնքան որ բավական է, այսինքն լիովին նորմերի սահմաններում է, բայց վստահ եմ այն մի քիչ ռադիացիոն ֆոն էլ կունենա, եթե տիեզերքում եղել է։ Անվտանգ է ամեն դեպքում համոզված եղեք, այո։ Ես ոչ մի դեպքում ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այն մասը, որ վտանգավոր սարքավորումներ կան թանգարանում։ Մենք ժամանակ գրեթե չունենք, պարոն Բայրամյան, եթե ինչ-որ բան կուզենանք հայտնել, հա, թանգարանի անունից մենք ունենք այդ հնարավորությունը եթերում։ Կամ գուցե առաջիկա ծրագրերը։ Այո, միգուցե ինչ-որ բան կա, որ կցանկանաք որպես անոնսել, որպես միջոցառում, եւ դա հոայակապարիտ կլինի շատերի համար մեր ունկնդիրներից առաջին անգամ լինել թանգարանում, հա, առիթով, այսպես։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհավորել հենց տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ մեր թանգարանը տարբեր միջոցառումներ է նշում, արհեստական արբանյակի արձակման հետ կապված մեր տիեզերագնացների, օրինակ հենց ապրիլի 12-ին մենք նաեւ անդրադարձանք Ալեքսեյ Լեոնովի բաց տիեզերք դուրս գալու 60-ամյակին եւ հենց մեր թանգարանի խորհրդի անդամներից պարոն Աշոտ Զախարյանը, որը անմիջապես աշխատել է լեգենդար տիեզերագնացի հետ, այսօր քայլող լեգենդ է, ինչպես եւ
մեր մյուս խոշորագույն գիտնականները, նա նույնպես այդ հանդիսավոր միջոցառմանը ներկա էր իր հուշերով, կիսվեց աշակերտների հետ եւ հատկապես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր հյուրերին, մոտ 200 հոգուց ավել դահլիճում աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, իդեպ նշեմ, որ ակադեմիկոս Գրիգոր Գորզադյանի անվան դպրոց կա արդեն անվանակոչված եւ տնօրենի հետ միասին, Տիկին Անի Դանիելյանի հետ միասին նաեւ շատ գեղեցիկ տոնական շուք հաղորդեցին, նաեւ անվանական, եթե թույլ կտաք, նշեմ անդրադառնամ դպրոցներին, 78-րդ դպրոցը, Հայրապետ Հայրապետյանի անվան, Վարդանանց ասպետների անվան 106 դպրոցը, Հերացու անվան, հիմնական դպրոցը Լևոն Արիսյանի անունը գրող դպրոցը, Մարմարաշենից, Արարատի մարզից էին, նաև մարզերից են մեզ մոտ շատ հաճախ այցելում, այսպես իսկ մեր առաջիկա միջոցառումներից նշում ենք նաև ակադեմիկոս Գորզադյանի հենց ծննդյան օրը, քանի որ նաև ինքը բավականին մոտ կանգնած մշակույթին գիտնական էր, արվեստին հաղորդակից, նա գիտեք նաև եղել է նկարիչների միության անդամ, իր սովորել է Մարիամ Ասլամազյանի մոտ, նաև գրողների միության անդամ էր, ունի բացի գիտական աշխատանքներից մի շարք գրական, գեղարվեստական ստեղծագործություններ, այո, եւ օգտվելով առիթից հարգելի Սուսաննա, հարգելի Արամ, ես ինձ հետ բերել եմ մի գիրք Գրիգոր Գորզադյանի խոհերի ու մտորումների աշխարհը, հեղինակը Տիկին Զուհրա Երվանդյանն է, Հայաստանի Արցախի գրողների միության անդամ, բանասեր, նա անդրադարձել է Գրիգոր Գորզադյանի խոհափիլիսոփայական մտքերին, նաև առանձնացված են այս գրքում այն աֆորիզմները, որոնք Գրիգոր Գորզադյանը ներկայացրել է, եթե ժամանակը թույլ է տալիս մի ափսոս գրեթե չունենք վերջին վարքյաններն են եթերի, ափսոս մենք մեր կողմից ճիշտ չհաշվարկեցինք զրույցին տրամադրած ժամանակը, շնորհակալություն որ եկաք։ Թանգարանի աշխատանքային օրերը եւ ժամերը, եթե աշխատանքային օրերը գործունեությունը մի փոքր առանձնահատուկ է, նախապես պայմանավորվածության հիման վրա է, որովհետև խորհրդի անդամների ուժերով է դա իրականացվում ամբողջը եւ յուրաքանչյուր իր զբաղվածության սահմաններում նաեւ ժամանակ է գտնում, որպեսզի թանգարանում հյուրընկալենք։ Մեր հյուրն է Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Բայրամյանը, շնորհակալություն որ եկաք եւ հուսանք, որ թանգարանը օրեցօր եւ կմեծանա իր ներկայացված ցուցանմուշների քանակով եւ նաեւ հոսքը հետաքրված պատկանց օրեցօր կշատանա։ Համենայնպես դա ձեզ սրտանց ցանկանում ենք։ Շնորհակալություն որ եկաք։ Այսքան հարգելի ռադիոլսողներ, ավարտվեց ուրիշ նորությունների հերթական թողարկումը, ստուդիայում աշխատեց Սուսաննա Հովհաննիսյանը։ Եվ Արամ Մինչ Չախոյանը։ վաղը ցտեսություն։ Հաջողություն։